Ես ստեղից Երևան շատ ավելի հեշտ հասնել, քան Բերդը, կոնկրետ Բերդը։ Այսօր մենք երկու ճանապարհ ունենք, որը գործող ճանապարհներ են, նոր ճանապարհ չենք կառուցելու։ Այդ ճանապարհները չգիտեմ ինչի, Բերդ, Նավուր, Իծակար, Իջևան, Բերդ, Նավուր, Կրասնասես, որը 50 կիլոմետրով ճանապարհահատվածը կրճատում։ Այսօր բիզնեսից եթե խոսում ենք, 50 կիլոմետր միավոր 36,000 բնակիչ ունեցող շրջանի համար այդ ճանապարհը չի սարքվում։ Պետք չի սարքվում չգիտեմ։ Եթե սարքի լինի տուրիստները կգան տարածաշրջանը, երևի ուսուցիչները կցանկանան, որ մի քիչ գոնե Երևանի մոտ ենք։ Այսօր այդ ճանապարհահատվածը չի սարքվում։ Պետք է սկսենք սրանից։ Այսօր մենք տարածքն պետք է մի հատ մսամթերք չգիտեմ, մեկի խրախուսենք այդ մի սարքը։ Այսօր իմ համայնքում ամեն բան դուք չգիտեք ով այդ իմանալու։ Ասեք չգիտեմ, այ ես Երևանում նստած ինչ պետք է իմանամ։ Ես հավ անգամ այն հղի անեկդոտը գիտեք։ Շատ ունիկալ անեկդոտ է։ Ով որ գիտի ներողություն եմ ասում։ Մեկը վաճառում է, բիղ ասում է 1 միլիոն արժի։ Առնող ասում է, ինչ ես 1 միլիոն ասում։ Ասում է անգլերեն գիտի, ֆրանսերեն գիտի, ռուսերեն գիտի, կարտոշկեն հավաքում, տունը պլիստոս անում, ժարետը անում, ես անում են ասում։ Առնող փորձնում է, մի որ ժամանակ հետո այդ առնողը հանդիպում է վաճառում, ասում է, լսի, անգլերեն ֆրանսերեն չգիտի, պլիստոս չի անում, կարտոշկեն չի հավաքում, ժարետ չի անում, կարաս մի հատ գնորդ գտնես մի 500,000-ով ծախ եմ պրծնեմ։ Ասում է, լսի եղբայր, դու տենց տրամադրությամբ քո փիղը չես ծախելու։ Դուք տենց տրամադրությամբ ձեր համայնքը չեք զարգացնելու։ Ես վատա, ես ինչ գիտեմ մի հատ անասնապահվել ենք, անասնապահ բերես, բա դուք ալի համայնքապետ եք, որ մեզ գարկասեք, դուք ինչ եք անել, ես ինչ եմ անել։ Դուք մենակ ասում եք, ես ինչ պետք է անեմ։ Ինչ եք անել։ Արտադրանք են տալիս այսօր, ես անձամբ ֆերմերային տնտեսություն ունեմ, ու չեմ կարող միսը իրացնել, ես ինչ անեմ։ Եթե գյուղացին տենեմ, որ գյուղապետը չի կարող իր միսը արտադրել։ Սովետի փլուզումից հետո բոլոր սովետական գործարանների տնօրենները կարծում էին, որ իրենց հիմնական խնդիրը արտադրանք տալն է։ Եվ գալիս էին մասնավորապես իմ մոտ, ասում եմ, պահես լիքը ապրանք կա, ես իմ գործարարել եմ, դե հիմա ծախողներ, եկեք աշխարհում հավելյալ արժեքի 70%-ը վաճառողներինն է, 30%-ը մաքսիմում արտադրողներինն է։ Եթե բան եք արտադրում, որի վաճառքը չգիտեք ոնց արեք, մի արտադրեք։ Մտածեք ինչով պետք է զբաղվեք, որ դրա շուկան լինի։ Ես հիմա շուկան ասում եմ, եթե ասենք ներմայ շուկայի տեղն եմ ասում։ Ես չեմ ասում անասնապահությամբ մի զբաղվեք, խոսքը դրա մասին չի։ Բայց որ ասում եք, ես իմս արե պրծել եմ, հիմա եկեք իմ ապրանքը ծախեք, ով է գալու ձեր փոխարեն ծախի։ Եկեք նստենք, մտածենք, ինտոնացիան է ձեր պաստանովկայի ինձ չի տրամադրում ձեր հետ համագործակցության, կարող եմ ձևակերպել, որ գաք ասեք ես ես արել եմ, այ դու ես արա, վաղը ես ես ավելի շատ կանեմ, նստում ենք խոսում ենք։